Հարգելի ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի պարոն վարչապետ, կառավարության անդամներ։ Ես խմբակցության անունից շարունակեմ ելույթս։ Ուրեմն նախ խոսեցի ծրագրի ներկայացման ընթացակարգի մասին, հիմա պետք է խոսեմ ծրագրի եւ կառուցվածքի մասին։ Տեսեք, կառավարությունը ներկայացրել է ծրագիրը խորհրդարան, մինչդեռ չի ներկայացրել իր կառուցվածքի մասին օրենքը, որի մոնոպոլ իրավունքը ունի միայն կառավարությունը։ Եվ հետեւաբար հարց է առաջանում։ Մենք ունենք ծրագիր, սակայն չունենք այն տեսլականը, թե ինչ մարմիններով են այս ծրագիրը իրականացվելու։ Այն մասը, որ քաղաքացիները պետք է տնտեսական նախաձեռնող լինեն, այդտեղ բան չունենք։ Այդտեղ վեճ չկա, բայց վեճ կա կառուցվածքի հետ կապված։ Վերջին հաշվով այս ամբիոնից դերևս ամիսներ առաջ պարոն Փաշինյանը որպես վարչապետի թեկնածու տվել է խոստում այն մասին, որ այո ԱԱԾ-ն, ոստիկանությունը, նաև այլ մարմիններ կբերվեն կառավարության կառուցվածք նախարարությունների տեսքով, հենց այսպես։ Սակայն այդ ամիսներն անցել են, այս ռեֆորմը չի արվել, խոստումը չի կատարվել։ Եվ եթե մի խոստում չի կատարվում, ինչ հույս կա, որ մյուս խոստումները պետք է կատարվեն։ Լուսավոր Հայաստան կուսակցության համար եւ ընդհանրապես ընդդիմության համար շատ կարեւոր սա մոտեցում է եղել, որ այն համակարգը, որը ավտորիտար կառուցվել է, այն պետք է վերափոխվի։ Այդ համակարգի վերափոխման համար հենց այսօր է այդ շանսը բացված։ Եթե այդ շանսը մենք հիմա բաց թողնենք, ես չեմ հավատում, որ պարոն վարչապետը մի անգամ ասեց 3-4 տարի հետո էլ կարող անենք, որ 3-4 տարի հետո ինչ որ մեկը դա կանի կառավարությունից։ Հետեւաբար պետք է հիմա այդ հարցը լուծվեր։ Եվ կառուցվածք ներկայացվեր խորհրդարան, խորհրդարանը ընդուներ կառուցվածքը, որից հետո մենք քննարկենք ծրագիրը եւ իմանանք թե ինչ կառուցվածքով կառավարություն ունենք, որը պետք է իրականացնի այս ծրագիրը։ Եվ հիմա տեսեք, շատ է ասվում, որ դուք անդադ ասում եք թվեր, բան, ես կարծում եմ թվերի հարցը շահարկվեց, որովհետև մենք չենք շեշտադրել այդքան թվերի վրա, որ հիմա անընդհատ այստեղ եք ասում, բայց թվեր եք ուզում, բա թվերը չկա, եւ այլն եւ այլն։ Թվերն ենք ուզել, բայց թվերը դա մեխը չի։ Թվերը նրա համար արդեն այստեղ Տիկին Թանդիլյանը խոսեց, որ հնարավոր լինի մշտադիտարկում իրականացնել կառավարության ծրագրի իրականացման նկատմամբ։ Եթե չկան այդ հնարավորությունները, ապա մշտադիտարկումը չի լինելու եւ արդյունավետ չի լինելու։ Հիմա ծրագրի մասին։ Տեսեք, այստեղ շատ է խոսվում նախկին իշխանությունների մասին։ Իսկ մոտ կար բան, մոտեցում կար, որ հեղափոխությունից հետո այդ թեման փակվելու է եւ այլ մենք չենք շարունակելու, էլի, այսինքն նորից խոսել նախկինների մասին անընդհատ։ Ով ու ինչ ասի, խոսենք նախկինների մասին։ Բայց չի դադարում այդ պոլեմիկան, չի ավարտվում։ Այսինքն այսօր կա իշխանություն, մարդիկ փոխանակ կենտրոնան այսօրվա իշխանության գործերի վրա, տեսնեն ինչ անում իշխանությունը, օգնեն իշխանությանը, դե սխալ բան անում քննադատեն իշխանությունը, դեռ կենտրոնացած են նախկին իշխանությունների վրա։ Ու անընդհատ այդ նույն քննարկումներն են։ Հետո ես ուզում եմ հասկանալ, լավ, կարող է նախկին իշխանությանը այդքան թիրախավորելով փորձել ծածկվել այսօրվա խնդիրները։ Այո, այսօր ես ունեմ նման տպավորություն։ Կառուցվածքից խոսեցինք, ժողովուրդ ջան, եկեք նայենք հետհեղափոխական կառավարությանը։ Ես դա եմ նայել։ Հետհեղափոխական կառավարությունը ըստ էության բաղկացած է երկու մասից։ Մաս առաջին, հեղափոխությանը մասնակցած մարդիկ, որ անձամբ ճանաչում եմ, ովքեր քայլել են պարոն Փաշինյանի հետ, եւ հեղափոխությանը չմասնակցած մարդիկ, ում կենսագրությունները որ նայում ես, տեսնում ես, որ իրանք Սերժ Սարգսյանի ժամանակ եւ, չգիտեմ, տարբեր վարչապետների օրոք եղել են երկրորդ պլանում։ Այսինքն եղել են փոխնախարարներ։ Հիմա օրինակ տնտեսական հարցերով նախարար է։ Եղել է փոխնախարար։ Ֆինանսների նախարար, եղել է փոխնախարար։ Այսինքն մենք նայում ենք, որ տնտեսական բլոկը հին իշխանության կադրերն են, ովքեր բնականաբար չեն հավատում, որ հնարավոր է 5%-ից բարձր աճ ունենալ։ Եվ դրա համար պարոն վարչապետին ասել են, պարոն վարչապետ, մի գրեք 7, 8, դի գրենք 5, սա է հնարավոր։ Որտեվ չունեն այն երազանքը, որ պետք է ունենան հեղափոխականները, իրանք հեղափոխականներ չեն։ Եվ այս
խնդրի պատճառով, որ եկել է 5%-անոց աճ։ Այսինքն այս մարդիկ ինչ են ուզում։ Այս մարդիկ ուզում են ապացուցեն, որ Սերժ Սարգսյանի ժամանակ ներկայացված ծրագրերը նորմալ ծրագրեր ա եղել, դե 5% էլ մարդն էլ է էլի գրել։ Այսինքն առաջին բանը, որ պետքա վարչապետանի, պետքա ազատվի երկրորդ պլանի խաղացողներից։ Այսինքն Սերժ Սարգսյանի օրոք երկրորդ պլանի խաղացող մարդիկ բնականաբար ոչ մի բան չկա։ Զուտ հեղափոխության տրամաբանության մեջ եմ ասում, երազանք ունենալու, ինտուզիազմ ունենալու իմաստով եմ ասում։ Պետք է այս մարդկանցից ազատվի։ Ուրիշ տարբերակ չկա հեղափոխության երազանքները կյանքի կոչելու, դեռ այդ մարդիկ չեն հավատում դրան։ Չհավատալով նրանք տորուզ են անելու, պարոն վարչապետ, ձեր բոլոր ռեֆորմները եւ արդեն արել են այս 8 ամիսների ընթացքում։ Չեն հավատում իրանք։ Հետևաբար պետք է գտնել այլ մարդկանց, իսկ ես վստահ եմ հայ ազգի արգանդը ծնել է նման մարդկանց եւ կարելի է ներգրավել այդ մարդկանց։ Մասնագետների, ովքեր իրապես լավ կառավարիչներ են, լավ մենեջերներ են, այդ մարդկանց ներգրավելով կարելի է սա անել։ Անվտանգության սեկտորը եկեք նայենք։ Էլի Սերժ Սարգսյանի ժամանակ երկրորդ պլանի գործիչներ։ Խորհրդարանական վերահսկողությունից բնականաբար դուրս։ Այսինքն հիմա քաղաքական տեքստերը մի կողմ դնենք, ինչի մասին է խոսքը։ Հեղափոխության առաջնորդ եկել է խորհրդարան, բերել է ծրագիր, ասում է անելու եմ տնտեսական հեղափոխություն, նայում ենք ովքերով են անելու, տնտեսական բլոկը ովքեր են ներկայացնում, տեսնում ենք, որ այս մարդիկ որ կարողանային հեղափոխություն անեն տնտեսականին, այլ վաղ իրականացնեին էլի։ Ով է երբևէ լսել, որ իրանք բախումներ են ունեցել, օրինակ, նախկին կառավարության ներսում, իրանք հեղափոխական ծրագրերը չի անցել, հիմա անցնելու է։ Եվ ես կարծում եմ, որ այս մարդկանցով հնարավոր չի դա անել։ Եվ դրա մասին մենք այստեղ ասում ենք, դուք պետք է լսեք դա։ Ընդ որում հանդուրժողականությամբ լսեք։ Առանց նեղանալու, առանց բանանելու, բա մեր դերը ինչի համար է։ Մենք այստեղ ենք, որ հանրային բարձր սպասումների գեներացված այդ սպասումների ձայնը հնչեցնենք, իսկ այդ սպասումներին չեն համապատասխանում ձեր կառավարության անդամները։ Ավելին ասեմ, նաև այն մարդիկ, ովքեր մասնակցել են հեղափոխությանը, այնպես չի որ նրանցից գոհ ենք որպես նախարարներ, որի մասին ես արդեն խոսեցի, կամ տենց շարունակեմ։ Եվ այս առումով լուրջ խնդիր է, նայում եմ 12-13 նշանակված մարդկանց կենսագրականները, տեսնում եմ, որ հեղափոխության մասնակիցները թվային առումով զիջում են Սերժ Սարգսյանի օրոք երկրորդ պլանում աշխատած մարդկանց։ Եվ սա լուրջ պրոբլեմ է։ Եվ սրա վրա մենք չենք կարող չկենտրոնանալ։ Հետևաբար 5%-անոց աճը իրանք են ստիպել, որ վարչապետը գրի 5%-անոց աճ։ Հետո իրանք չեն հավատում ավելի աճին։ Հետաբար պարոն Միրզոյանի ելույթը, մյուսների ելույթները այլ որ հավատալու, որ իրացիոնալ բաներ կարող է լինեն, բան, լրիվ հակադրության մեջ է այս մարդկանց հետ։ Լրիվ, կապ չունեն իրանք, չի լինելու, այդպես չի լինում ուղղակի։ Եվ մյուսը, որ ասում եք, բայց դուք ո՞նց կարող է դեմ լինեք։ Դա ինչ բան է, ո՞նց կարելի է դեմ լինել։ Ժողովուրդ, լուրջ եք ասում, կարող դուք սպասում եք, որ դուք գաք խորհրդարան եւ ընդդիմությունը գովար ձեզ, գցներ ձեզ եւ չասեր այն ինչ որ մտածում է անկեղծ։ Եթե գային խմբակցություն, ինչ որ կար խմբակցությունում կասեի։ Չի եղել այդ քննարկումը, կա հրապարակային քննարկում, պետք է ասել հրապարակային։ Դե մենք չունենք այնքան շռայլություն, որ այս շանսը բաց թողնենք։ Այս հանրային բարձր ակնկալիքները, այս ինտուզիազմը, այս էներգետիկան, այս հույսերը, ո՞նց կարող ենք մենք մսխենք։ Եվ այո, հեղափոխությունից հետո ամենաքննադատված քաղաքականությունը պարոն Փաշինյանի կադրային քաղաքականությունն է։ Այո, միանշանակ, այստեղ երկրորդ կարծիք չկա, կադրային քաղաքականությունը։ Եվ այս ամբյոնից ես ասում եմ, որ այս կադրերը ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի ռեյտինգի վրա, վատնում են այդ ռեյտինգը, չավելացնելով իրենց ռեյտինգով այլ ռեյտինգ, եւ այդ կադրերով հնարավոր չի անել տնտեսական հեղափոխություն։ Այո, քաղաքացիների վրա հույս դնենք, այո, կարող ենք նաև ՀԴՄ չեկնել ուզել, բայց ՀԴՄ չեք ուզելու մասին նախկին կառավարություններն են խոսել։ Այսինքն միայն դրանով մենք չենք կարող հասնել մեծ փոփոխությունների։ Եվ Լուսավոր Հայաստան խմբակցությունը պարոն Ռուբինյան, այո, դեմ է քվեարկելու այս նախագծին։ Ասեմ, որ միայն կառուցվածքը կառավարության բավարար է, որ մենք դեմ քվեարկենք, առանց ծրագիրը կարդալու։ Միայն կառուցվածքը, որը նախկին ավտորիտար համակարգի պահպանման միտումով թողնված կառուցվածք է։ Բայց մենք միայն կառուցվածքի համար չենք դեմ, մենք դեմ ենք նաև կադրային քաղաքականության համար, եւ մենք ասում ենք,
որ պարոն Փաշինյան ընդդիմությունը իդեմս Լուսավոր Հայաստան խմբակցության ձեզ առաջարկում է ազատվել Սերժ Սարգսյանի երկրորդ պլանի խաղացողներից, ովքեր չեն հավատում, որ հնարավոր է 5%-անոց աճից ավել աճ ապահովել։